Դու Արտոնյան ես արի առաջ։ Չէ, այստեղ Արտոնյան։ Արտոնյանը որտե՞ղ Ձեր միջի ամենալավ լավարագրող։ Այստվածին հետ եք, մերսի։ Շատ լավն է։ Պարոն Քոչարյան, ուզում եմ իմանալ դուք մտադրություն ունեք առաջադրելու ձեր տեխնացիոնը պաշտպանության հանձնաժողովի։ Ինչ եք հարցը տալիս։ Հետաքրքիր է դուք Ես ասում եմ, որ երկու անգամ իմ տեխնացիոնը առաջադրել են, ես չեմ առաջադրել։ Առաջադրել են եւ խմբակցությունը քննարկել է, քվեարկել է եւ ես երկու անգամ դարձել եմ հանձնաժողովի նախագահ։ Դա իմ համար ամենաընդունելի ձևաչափն է։ Այսինքն դուք ակնկալում եք, որ առաջադրեն ձեզ։ Ես ձեզ ասեմ, որ նախկինում ֆրակցիան էր որոշում, հիմա կտեսնենք ինչ ձևաչափով են գնում առաջ։ Իհարկե ոչ։ Բայց եթե նաեւ առաջադրվելու հնարավորություն լինի։ Եթե, չէ, ճիշտ հասկացեք։ Իմ բնավորությունը բոլորը ծանոթ եք։ Երբ որ կառաջադրեմ ինձ, ես հանդես կգամ մեկնաբանությամբ, ելույթով եւ իմ տեսակետները կհնչեցնեմ այն միջավայրում, որտեղ քննարկվելու է այդ առաջարկը։ Իսկ ցանկություն ունեք, պարոն Քոչարյան։ Հիմա դուք ժամանակից առաջ եք ընկնում։ Դուք շարժում եք ժողովուրդ թերթի տրամաբանությամբ։ Ժողովուրդ թերթը մի հատ, այսօր այլ որի տարին է։ Այսպես խառնակիչական ինչ-որ մի հատ տեսակետ գցում է, բոլորդ վերցնում եք, տիկին Ռուզանա Խաչատրյանը վաղ մամուլի տեսությամբ կկարդա ժողովուրդ թերթը, ուրեմն այսպեսի հրապարակում արել։ Ճիշտ է տիկին Խաչատրյանը։ Բոլոր թերթերի տեսքով։ Բոլորը չի։ Դուք հատուկ կարդում եք այն տեքստերը, որ ինձ Քոչարյան, բայց հարցին էլի պատասխանենք։ Պարոն Քոչարյան, իսկ եթե խմբակցությունը չառաջադրի, խմբակցությունը դուք ինքն առաջադրվեք։ Ինչ եք այդ հարցը տալիս։ Կգա օրը բարին հետ։ Տեսեք, նոր ազգային ժողովի կազմ է ձևավորվում, հա, նախագահության մակարդակով, գոնե նոր նախագահ կլինի, փոխնախագահներին Բայց այդ ձևաչափը միշտ օգտագործվել է հենց այդպես։ Հաջորդիվ նախ պետք է ազգային ժողովը կողմնորոշվի, քանի հանձնաժողովը ունենալու է։ Դոնթի բանաձևը ոնց է բաշխվելու։ Ըստ դրա նաև հաստատ կլինի։ հիմա դուք ասում եք հաստատ կլինի։ Ես էլ եմ կարծում, որ հաստատ կլինի։ Չէ, ես ուրիշ բան եմ հարցնում, նկատի ունեմ, որպես օրենսդիրի անդամ ինչպես եք աշխատելու նոր նախագահության հետ։ Հարմար է ավելի։ Դուք չեք նկատել, որ ազգային ժողովի նախագահը մենք արդեն 7 տեխնացու է Ռուբինյանի հետ։ Մյուս երկուսը կոնջերանդ աշխատում ենք բավականին բարձր ինտենսիվությամբ, որպես ֆրակցիայի ղեկավար, եւ ես համարում եմ այդ աշխատանքը պարոն Գորջյանի կողմից իրականացված, ամենաբարձր մակարդակով իրականացված աշխատանքային փուլեր։ Պարոն Վագարոսյանը Պաշտպանության հանձնաժողովի անդամ ենք իր հետ աշխատում ենք, մենք գնում ենք ՆԱՏՕ-ի խորհրդանական վեհաժողով, ճանապարհ ենք անցնում, գալիս ենք ինչ է նշանակում, ոնց պետք է աշխատենք։ Ինձ որպես կանոն, բացի ժողովրդի թերթից եւ Տիկին Խաչատրյանի մեկնաբանություններից ընկալել են որպես ավակ ընկեր։ Սահմանը չեմ անցել, կարծում եմ, որ եթե կարիքը լինի իմ անցած ուղու ծառայությունները շարունակելու, ես իմ որոշում կայացնեմ։ Պարոն Քոչարյան, երեք Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ մանդատը չի վերցնելու։ Ափսոսում եմ։ Նեղացած եք։ Ափսոսում եմ, չէ, ափսոսում եմ։ Որտեղ պարոն Սիմոնյանը անկախ այն վայրիվերումները, որ տեղի ունեցան ազգային ժողովում, տարբեր ժամանակաշրջանում նաև հարկվեցին իմ եւ պարոն Սիմոնյանը ինչ որ հարաբերություններ, բայց մենք միասին ճանապարհ ենք անցել, ափսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում, որովհետեւ մի բան ակնհայտ է, որ արտահերտ ընտրություններից հետո, երբ որ պարոն Սիմոնյանը դարձավ ազգային ժողովի նախագահ, ինքը այնուամենայնիվ իր պարտականությունների մեջ չի թերացել, կապած որպես քաղաքական օրակարգի սպասարկող։ Նաև հաշվի առնելով մեր ընդդիմության պահվածքը ազգային ժողովի աշխատանքների մեջ։ Մեկ գալիս են, մեկ չեն գալիս են, սկսում են ինչ-որ բաներ, այսօր էլ նայում եմ մեր քույրերը եւ եղբայրները չկային, միայն Գևամ Մանուկյանը եկավ մեր հանձնաժողովի նիստին մասնակցեց։ Հարվածը կվերցնեք պարոն Քոչարյան եւ հանձնաժողովի նախագահ։ Եթե այլ առաջարկների ժամանակ նոր կարելի է մտածել, թե ինչ ճանապարհով պետք է գնանք։ Մոռացեք, որ ասեք, մի մոռացեք, եթե ինքեսագությանը Ալազև անդար գնացել է։ Եվ 90-ականների իշխանության մեջ ուժային բլոկում, հետո որ համակարգի դեմ, որը մարտի 1-ն է իրականացել, նաև փաստացի եկել են փաստահավաք խումբը մարտի 1-ի գործերի քննության 5 զեկույց են ներկայացրել, որոնք
ներառված են միեդի եզրակացության մեջ չեք ծանոթացել։ Պարոն Քոչարյան, ես ուզում եմ մեկ վերել Դու գոնե ծանոթ ես։ Այո։ լրատվամիջոցի, քանի որ ասում եք լրատվամիջոցը լրատվամիջոց։ Դու մեր հարազատ լրատվամիջոցն ես։ 168 ժամ։ Հիմա քիթիրախավոր եմ, ահա։ Չէ, 168 ժամը գրել է, որ ձեր որդին կանչել է վարչական հավաքի եւ պատմել է, որ նա Ինքը ստացել է պատասխանը։ Իմ որդին պատերազմ անցած է, Վազգենի մասին է խոսքը։ Պատական չէ, տանը որ դրել եմ։ Եվ պատական չէ, որ ինքը ծնվել է եւ ինքը պետքա այդպես էլ շարժվեր։ Ինքը 44 օրյա պատերազմ ինչե վերջորը մասնակցած հայորդի է, իմ տղա։ Հիմա ես հպարտանում եմ։ Դուք ինչ ասեք, կարա գրեն 168 ժամը լուսեք ուշադրիր։ Պարզա չէ, որ պատերազմ անցած տղան ինքը չի կարա խուսափի, եթե առաջարկ լինի, բայց առաջարկից հետո գնում է բուժզնություն։ Դրանից ամիսներ առաջ իմ տղան շատ ծանր վիրահատություն է տարել ուսահոդի, շատ ծանր։ Երբ որ հաջորդ առաջարկը կլինի պաշտոնական գերատեսչության, ինքը նորից կանցնի բուժզնություն եւ եթե ամեն ինչ նորմալ է, ինքը անպայման կգնա այդ հավաքները։ Մի կասկածը։ Մի գնկեք 168-ի ջրերը, Տիկին Խաչատրյան։ Տիկին Սաթենիկ Սերյանյանը վաղուց վառված Անդրանիկ Քոչարյան։ Ես Վահագ Քովակի թելիկներ ունեմ, ես համարում եմ իրան ինձ ընկեր, իր այդ ճարամ անցել նաև մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրության ընթացքում, բարձր եմ գնահատում իր ազնվությունը, բացառիկ ազնիվ անձնավորություն է Վահագը, եւ ես կարծում եմ, որ ինքը, եթե կան թերություններ իրավական, ընդորում իրավական։ Պարոն Քոչարյան, քանի որ քաղաքացիներն հետ կապված, օրինակ ընդդիմադիրներն ասում են, որ մի անձ, ով եղել է ԿՊ հիմնադիր անդամ, խմբակ Ով այդ ընդդիմադիրը։ Մի հասկանը, մենակ չասեք փաստաբան Վարդևանյան։ Ինքը ամենտեղ պատտվել է եւ այսօր ամենաբարձր վարձատրվող փաստաբանն է Հայաստանի Հանրապետությունում։ Եկեք ուրիշ դաշտից խոսենք։ Վաքովակի մենա ներկայացրել է, այն պահանջները ինչ որ ներկայացած մագանդատը, կարծեմ այսօր կամ վաղը վերջի օրն է, որոշումը կայացնի, բնականաբար դուք կստանաք ձեր հրահանգը, ինչպես տորպեդահարեք այդ որոշումը, բայց մենք շարժվենք, ստանում ենք։ Լավ, ես երեք չեմ ծնվել էլի։ Մոռանում եք, որ ես իրականում քաղաքական իշխող ուժը հրավներ չի ստանում Նիկոլ Փաշինյանը։ Դուք իմ հետ որոշեցիք շփվել։ Ես հակադարձում եմ ձեր ասածին, չեք հրանգավոր։ Լրագրողները հրանգավոր։ Ձերը շփվելու համար ոչ։ Ոչ, մեզ հետ շփվելու համար չէ, ընդհանրապես ձեր կարծիք արտահայտելու Մենք քաղաքական միավոր ենք։ մենք էլ լրագրող Իշխանության մեծամասնությունը ստացած ժողովրդի քվեով միավոր ենք։ Բնականաբար հարցերը քննարկվում են ձեր հրահանգավորումը մի քիչ եմ համար տարօրինակ։ Ձեր խղճով Հատկապես մամուլի տեսությունը, որ դուք եք կարդում։ Ես միշտ կարդում եմ բոլոր մամուլի տեսությունները։ Իմ մասը առանձին կուղարկես նոք կարդես։ Շատ լավ, ուրիշ շնորհակալ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար